Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։ Ցուցակիցներն անդրադարձել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը կմեկնի Մոսկվա։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, հայտնել է երրորդ նախագահ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության միավորման հեռանկարը նա բարդ խնդիր է համարում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան երկաթուղիների վերականգնման ու վերագործարկման հեռանկարներին, նշելով, որ երկաթուղու վերականգնման աշխատանքները կիրականացվեն ռուսական կողմի հետ համատեղ։ Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, բայց դրա համար պետք կլինի վճարել, այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդական Ալի Շամխանին։ Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնել 60%-ից մինչև 20%։ Հայաստանի ազգային հավաքականը մարտին նախատեսված ուսումնամարզական հավաքի շրջանակում եւս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի, նրա մրցակիցը կլինի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականը։ Հանդիպումը նախատեսված է մարտի 26-ին եւ կկայանա Աբու Դաբիում։